Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումն ավարտելուց հետո կառավարությունը մտադիր է այն հանձնել հավատարմագրային կառավարման։ Որոշման մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը սակայն չմանրամասնեց, տեղական թե միջազգային օպերատորի են պատրաստվում հանձնել ռազմավարական նշանակության այս օբյեկտը։ Հետի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք, դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման։ Անցած տարի Փաշինյանը հեծի շուրջ իրադարձությունների զարգացման երկու սցենար էր նշում՝ կամ ամբողջությամբ թողնել պետական, կամ բաժնեմասը փոխանցել միջազգային հեղինակավոր կառավարչի։ Փաստացի գործադիրն ընտրել է երկրորդ տարբերակը։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանն Ազատության հետ զրույցում հստակեցրեց՝ ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո պետությունն այնտեղ անպայման կունենա իր բաժնեմասը, նաև կառավարման խորհրդում ներկայացուցիչ։ Երբ որ գույքը օտարվի կամ երբ որ գույքը հեծի դեպքում հանձնվի ուրեմն հավատարմագրային կառավարման, պետությունը հետաքրքրված է գտնել այն ձևը եւ վստահաբար մենք գտել ենք արդեն այդ ձևը, ինչպես ԶՊՄԿ-ի պարագայում, ինչպես այլ կազմակերպությունների պարագայում պետության ներկայությունը, այդ թվում նաեւ պետության ներկայացուցիչի ներկայությունը կառավարման խորհրդում ապահովելու, հետեւաբար ապահովելու նաեւ թափանցիկությունը կառավարման process-ում։ Հեծը հավատարմագրային կառավարման հանձնելու համար սակայն նախ պետք է ամբողջությամբ ավարտվի պետականացման գործընթացը։ Դրանից հետո միայն կառավարությունը մրցույթ կհայտարարի եւ կընտրի այն օպերատորին, որը ոչ միայն կառավարման փորձառություն ունի, այլև պատրաստ է ստանձնել ընկերության ներդրումային պարտավորությունները։ Հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո պարզ կդառնա, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու պետության եւ նոր կառավարչի բաժնեմասերը։ Կան արդյոք ընկերություններ, որոնք պատրաստ են ստանձնել հեծի կառավարումը։ Նախարար Խուդատյանը դեռ փակագծեր չի բացում։ Կարիք կա պրոֆեսիոնալ կառավարիչի ներգրավել այս մասով միջազգային փորձ ունեցող օպերատորի եւ վարչապետի այսօրվա հայտարարությունը այդ տրամաբանության մեջ էր։ Այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող, որտեղ այլ մանրամասների շուրջ քննարկում էլ մեծ հաշվով կոնկրետ դետալային չի եղել, երբ որ լինի այդ ժամանակ արդեն կառավարությունը հանդես կգա հայտարարությամբ։ Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանից հեծը վերցնելու մասին վարչապետը հայտարարեց անցած տարվա հունիսին։ Փաշինյանի այդ հայտարարությունից ժամեր առաջ Կարապետյանը հայտնել էր հայ առաքելական եկեղեցին իշխանությունների մեջբերեմ հարձակումներից պաշտպանելու պատրաստակամության մասին։ Գործարարի շրջապատը պնդում է, հեծի շուրջ գործընթացը հենց սրանից սկսվեց։ Սեփականատերերի դիմումներն ինչպես ներհայաստանյան, այնպես էլ միջազգային ատյաններում սակայն դեռ քննվում են եւ վերջնական որոշումներ չկան։ Ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը կարծում է, որ այս իրավիճակում որևէ ընկերություն չի համաձայնի ստանձնել կառավարումը։ Այդտեղ շատ լուրջ խնդիր է առաջանալու այս ընթացքում տրված վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Մենք ի սկզբանե ասում էինք, չվստահելով եւ համապատասխան սուբյեկտի եւ ինչպես նաեւ իր թիմի կառավարման, ասում ենք մի արեք, որովհետեւ վնաս եք տալու հաստատ, հետո խնդիր առաջանալու։ Եթե իհարկե այդ միջազգային կազմակերպությունը ունի այլ նպատակ։ Օրինակ, մեզ համենայն դեպս ոչ բարեկամ երկրների կողմից ուղիղ կամ այլ երկրներում գրանցված, բայց այդ ոչ բարեկամ երկրների հետ կապ ունեցող ինչ-որ ընկերություն։ Այսինքն դա ձեռք բերել որպես ռազմավարական նշանակություն ունեցող ընկերություն։ Ընդդիմադիր падգամավորն ուղիղ ասաց, կասկածում են, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը կարող է ուղիղ կամ անուղղակի հանձնվել Թուրքիային կամ Ադրբեջանին։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը կտրուկ հերքեց նման սցենարը։ Այդ պնդումը կարծում եմ նույն քաղաքական ուժի կողմից է, ովքեր 300,000 ադրբեջանցիների վերադարձի կեղծ օրակարգ են բերել եւ հետեւաբար այդ ուժի գործողությունները շատ մեկնաբանելու կարիք էլ չկա։ Սամվել Կարապետյանը հեծը ձեռք բերեց 2015-ին Էլեկտրիկ Երևանի բողոքի ակցիաներից հետո, երբ ռուսական Ինտերրաոն որոշեց հեռանալ Հայաստանից։ Տաշիր խումբն այդ տարիներին ցանցերի վերազինումն իրականացրել է սեփական միջոցներով ու վարկերով, պետությունն ուղղակի ներդրումներ չի արել։ Այժմ Կարապետյանի ընդդիմադիր ուժից արձանագրում են, եթե կառավարությունը նույն Վեոլիա ջրում չի անում անհրաժեշտ ներդրումները, ինչպես է հոգալու հեծի հսկայական ծախսերը։ Եթե հավատարմագրային կառավարման վերցնողը պետք է իր շահույթը դնի, այսպես իրենը չի էլի, որ պարտադրես որպես պետություն, ասես ամբողջ շահույթը դիր ներդրում կատարի։ Ենթադրում են, որ ներդրում պետք է կատարի պետությունը Վեոլիա ջրի պես։
Վիոլա ջրի խնդիրների ամբողջությամբ պետությունը ինչ ասում, ասում է դե իրանք մեղավոր չէր, մենք ենք մեղավոր, ներդրումները պետք է կատարենք, ցանցը արդիականացնենք, որպեսզի անխափան ջրամատակարար լինի։ Հիմա ինձ հետաքրքիր է այդ ներդրումները որտեղից են կատարում։ Ինչև այս պահը կիսատ ինչ էլ կատարում են, Կարապետյանի գումարներով են կատարում։ Ոչ վարչապետը, ոչ ոլորտի պատասխանատու նախարար Դավիթ Խուդատյանը այս հարցերին այսօր չանդրադարձան։ Նախարարը միայն նշեց, որ հեծի պետականացման գործընթացը գրեթե ավարտական փուլում է։ Հանրային գերակա շահ ճանաչելուց հետո գործադիրը նաև պարտավոր է հեծի սեփականատերերին փոխհատուցում տրամադրել։ Ամենայն հավանականությամբ կառաջարկեն այնքան, որքան առաջարկել էին ընկերությունը գնելու համար՝ մոտ 145 միլիոն դրամ։